ինչ չափորոշիչով եք ընդդիմություն կատարել ձեր բուսակիցների հետ կապված եւ ինչի համար ձեզ պետք է քվեարկեն ձեր բուսակիցները, ինչ արժանինքների համար։ Նայել եմ, տեսնում եմ գալիք խորհրդանում այդ մարդը անելիք ունի, թե չունի, նայել եմ արդյոք այդ մարդը անցած այս ժամանակահատվածում իրեն ոնց է դրսևորել եւ ըստ դրա քվեարկել եմ, ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ ես այս կուսակցության հիմնադիր անդամներից եմ եւ Հայաստանի Հանրապետության թերևս արդեն ամենաերկար ազգային ժողովի նախագահ եւ իմ նախագահության օրոք, իմ պարլամենտական գործունեության օրոք հնարավոր բոլոր դժվար իրավիճակները եղել են, սկսած ազգային ժողովի շենքի վրա հարձակումից, վերջացրած ռադիկալ տրամադրված ընդդիմությունով, վերջացրած հուզական եւ շատ ցավոտ իրավիճակում մեր տարբեր հայրենակիցների հետ լսումներով, միջազգային գործունեությամբ կարծում եմ, որ շատ բան եմ արել, որի համար ես շատ ու շատ մարդկանց կողմից գուցե եւ ընտրվեմ։ Այլ Պարոն Սիմոնյան, ըստ ձեզ Գալիք ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ուներ, թե չէ։ Կարծում եմ վարչության որոշումով այդ հարցի պատասխանը դուք ստացել եք։ Պարոն Սիմոնյան, Հանրային ռադիո արդեն որոշակի անում են ընտրական ցուցակներ իրենց պոտենցիալ վարչապետների թեկնածուներով, ՀՊ-ի համար մրցակից թեկնածուն ըստ ձեզ ով է։ Մեր համար, մեր կուսակցության համար։ Պետք է ասեմ, որ այս պայդրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում եւ դա միայն իմ կարծիքը չի, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետեւ դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը որ լավ կուսակցական համակարգ ունի եւ իր հավակնության մասին է հայտնել, դաշտում կա նոր ուժ, որը որ հավակնում է ինչ-որ մի մաս երիտասարդների, ջահելների, ես նկատի ունեմ նույնիսկ մի քանի տենց ուժ կա, որոնք որ տենց հավակնում են երիտասարդների նկատմամբ տենց լավ երիտասարդների համար լավ առաջարկություն անելու համար, կա ուժ, որը որ անակնկալի պես է իրեն պահում, բայց ինչքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ ոչ մի անակնկալ չկա։ Մի խոսքով խճանկարի բոլոր գույները կան եւ անկեղծ ակնհայտ չի, թե որն է իրական մրցակիցը, դրա համար մենք մշտապես ամենամեծ եւ ամենաառաջին մրցակից ինքներս մեզ ենք համարում եւ այն ասելիքը, որը որ մենք պետք է ասենք, որովհետեւ մեր խոսակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ ստացվել է եւ այդ խոսակցությունը շարունակվում է եւ շարունակվելու է, դրա համար չեմ կարող կենտրոնանալ եւ կոնկրետ բան ասել, հա։ Լուրջ մրցակից համարում եք Սամվել Կարապետյանի, որը օրերս վարչապետի թեկնածու։ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվի, դա հերթական ֆեյք խոսակցությունն է եւ թերևս այն նախկին մեր գործընկերների նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերների պես երևի իմ կարծիքն է ինքը իր համար փախուստի ձև է փնտրել նման որոշումով, որովհետեւ դե գիտեք ինչ մշտապես ինքը հայտարարել է որ քաղաքականությամբ չի ուզում եւ չի զբաղվել, ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գա պարլամենտ, ինչ որ տան նոնսենս բան է դարել, նոր մոդա է դարել, որում վրա քրեական գործ են հարցում, բարձում է ինքը տենց վաղեմի քաղաքական գործիչ է։ Բայց որ հարցազրույցները նայում ես մի տարի մի ժամ առաջ ասում են որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, ինքը չի կարող լինել վարչապետի ոչ տեխնացու, ոչ վարչապետ, մի քիչ աբսուրդային է իրավիճակը։ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից ելնելով եւ էլի շատ ու շատ բաներից, բայց այնքան շատ է այդ բաները, որ նույնիսկ ասելու կարիք չկա, այսինքն ինքը չի կարող լինել տեխնացու, ինքը չի կարող լինել падգամավոր, ինքը չի կարող լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել, ինքը կարող, չգիտեմ, Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ որ բան փորձի լինել, եթե այնտեղ դա թույլատրել է իրենց օրենսդրությամբ, դա ծանոթ չէ։ Իրենք հայտարարում են մեր ձևով կարծում որ բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ իրենք են մեծ
ներկայացում ստանալու ազգային ժողովում եւ ունենալ վստահություն Օրինակ գնում տենց բան են ասում, թող խաչակնքվեն մի հատ։ Աբսուրդ է։ Իրանք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ ուղղակի շահից ելնելով, ֆինանսական շահից ելնելով, փողի շահից ելնելով կարող են իրանց ասել այն ինչ որ իրանք ուզում են լսել, կարող են գնալ եւ մտածել, որ ահա, այստեղ կարելի է այս ցուցակով բան, բայց ակնհայտ է, որ չի կարող գիտեք ինչ ասեմ, կան կուսակցություններ, որոնք համակարգեր ունեն։ Հայաստանի անդիմադիրների մասին է խոսքը։ Ու իրանք նույնիսկ իրանք են իրանց ջախջախելու։ Այսինքն այդ բանն է, այդ միֆն է, որին որ ռուսերեն մի հատ արտահայտություն կասեն, որ շատ ավելի հասկանալի լինի, հա։ Мы пошутили, они поверили։ Իրանք իրանց բան են անում։ Շատ ցավում եմ այդ օթերում իրանց ապրելու իրավիճակի համար։ Ռուզանա ջան, տիրապետում ենք իրավիճակին, մենք չենք կտրվել թե ընտրական process-ներից, թե մարդկանցից եւ քննադատություններն էլ գիտենք, քննադատություններն ենք լսում, մեր խնդիրներն էլ գիտենք, ուրիշների խնդիրներն էլ գիտենք, եկեք sense պատասխանեմ, իրանք էլ են վստահ, որ իրանք ջախջախիչ պարտություն են տանելու։ Ես կարծում եմ, որ սա ամենախոսուն պատասխանն է, որը որ կարող է ասել։ Դե ես ձեզ ասացի, ես կարող եմ բացատրել յուրաքանչյուր կուսակցության անուն տվեք, ես բացատրեմ այդ կուսակցությունը ինչ անում է գալիք ընտրություններին։ Հիմնականում շատերի դեպքում դա կրկնվելու է, բայց ես գիտեմ այդ մարդիկ ինչ են անում։ Ես ձեզ բառացի ասում եմ, դուք խոսում եք այդ մեր ձևովի հետ կապված, ասում եմ այդ մարդը քաղաքականությամբ զբաղվում, որտեղ քրեական գործ կա։ Եթե այդ մարդը քրեական գործ չուներ, այդ մարդը քաղաքականությամբ զբաղվելու էր, ինքը ասում է ոչ։ Դուք ինչ եք ասում։ Ինչա՞։ Գործը եղավ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո եղավ, երբ ասեց, որ մեր ձևով աջակցել ենք։ Չէ, սխալ եք ասում, քաղաքականությամբ ինքը սկսել է զբաղվել ընդամենը վերջերս, ես նույնիսկ ասեի AI-ի հայտարարության շնորհիվ, որտեղ միջև այդ նույնիսկ հայտարարված չէր, որ ինքը ինչ-որ ձևով զբաղվել է, որտեղ ակնհայտ էր, որտեղ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացին չի կարող զբաղվել, այս համանդրությունը դա թույլ չի տալիս, նաեւ խոչընդոտում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածը, որը որ նկարագրում է առաջին նիստը, ինչ պետքա լինի եւ ոնց պետքա լինի։ Այսինքն այնց, գիտեք ինչ, սա հերթական Չէ, հիմա մենք չենք, ես Ռուզանա ջան, մենք եկեք չքննարկենք ինչ քրեական գործը աբսուրդային, ինչ քրեական գործ աբսուրդային չի։ Ես վստահեցնում եմ, տենց ասացված կա, հա, որ բանտում մեղավոր մարդ չի լինում, եւ յուրաքանչյուր մարդու, որը որ ինչ որ հանցագործություն է արել, ինքը բնական է իր արդարացումներ ունի եւ բացատրություններ ունի, թե դա ինչի է տեղի ունեցել, բայց ասածս այն է, որ մարդիկ սկսում են քաղաքականությամբ զբաղվել են դեպքում, երբ որ հայտ է գալիս քրեական գործ։ Շինծույա, շինծուչի, լավնա, հիմնավորա, դրա մասին չենք խոսում։ Եվ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմար չեն։ Մարդիկ հասկանում են, որ ինչի է ինքը զբաղվում քաղաքականությամբ, իսկ ինչի միջև այդ չէր զբաղվում, իսկ ինչ էր խանգարում միջև այդ, ինչ որ ծրագրեր անել, ինչ էր առաջ գովում Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություններին, ինչեր ասում, չեմ զբաղվում, հիմա զբաղվում եմ։ Վերջի վերջո ես ձեզ առաջարկում եմ գնանք իրանից հարցնեք, այս հարցերը իրեն տակ, որովհետև արգելք չկա, եթե AI-ը չպատասխանի, թող ինքը այլ ինչ կապ ունի, 21-րդ դարն է, Zoom-ով միացեք, մենք ստեղից Ամերիկա հարցազրույցներ ենք անում, Zoom-ով միացեք կամ գնացեք հյուր իրանց մոտ, արգելք չկա, ուրեմն նորից եմ ասում, արգելք չկա իմ իմանալով եւ նույնիսկ իրանք բանակցություններ են վարել, որպեսզի հարցազրույց տան եւ ես ձեզ հորդորում եմ գնացեք իրան այդ հարցերը տվեք, թող ինքը պատասխանի։ Բայց նորից եմ ասում, հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորության մեջ գցել, ասեմ մի անգամ Կանադայի քաղաքացի բերեցին, որ իբր պետք է վարչապետ դառնա Աստծո օրհնությամբ, այն մեկն էլ ասում էր Աստծո օրհնությամբ, չէ, այն անհաջողակը ասում էր Աստծո օրհնությամբ։ Հիմա այս մեկը ասում է չգիտեմ, դրսից ինչ որ մարդկանց են բերել, որոնք մեզ ուզում են բացատրեն մեր սահմանադրությունով,
ոնց իրանք կարող են ամեն ինչ անել, որ իրանք ուզած մի խոսքով абսուրդ է սա։ Շատ սխալ բան արեցին քաղաքական առումով։ Ավելի լավ է անհայտ մեկին դնեին, մասնակցեին այդ բանի տակ, բայց այս պլան провалился, ասենց ասեմ։ Պարոն Սիմոնյան, ձեր վերջին ճեպազրույցում ասացիք, որ Մոսկվայի մանուներ եք հնչեցրել Լավրովի մոտ, ովքեր Հայաստանյան հիբրիդային գրողներ են։ Անում հիմա ձեր հայտարարությունից հետո այդ գրողները շարունակում են, օրինակ Զատուրինովի շքովի պատգամավորը ասում որ այս հուսալությունը Նիկոլ Փաշինյանը չպետք է վերարտադրվի, համար սա ինչ-որ պետական միջամտության փորձ կա կանչություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից։ Եթե լուրջ համարում եմ, որ այո, դա իրան չի վերաբերվում, որովհետև ինքը ավելի լավ է թող հիշի իմ եւ իրա վերջին հանդիպումը։ Իսկ որպես կեսկատակ կասեմ, ինչքան ինքը ու իր նմանները խոսեն, այնքան մենք շատ ավելի շատ ձայներ ենք ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Ես իրանց էլ եմ դա ասել։ Ես ասել եմ նաև, որ եթե դուք ելույթ եք ունենում, ասում եք, գիտեք ինչ, վարչապետ Փաշինյանը վատնա, Ալեն Սիմոնյանը վատնա, Էմիսը վատնա, բայց մենք եւ մեր դարավոր հայ ժողովրդի ընկերությունը եւ մեր բարեկամությունը այդ խոսակցությունները մեր մոտ ծիծաղ են առաջացնում։ Ես նկատի ունեմ ոչ թե իմ մոտ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ դադարեք մեզ նման ձևով հարվածելը։ Ես դա ասել եմ եւ չեմ թաքցնում։ Հուսամ իրանք կհասկանան, բայց պարոն Զատուլինը կարող է նաև հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարարը, երբ որ ես խոսել եմ падգամավորների կողմից հայտարարությունների մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ այսօրվա իշխանության մասին։ Թող հետաքրքրվի իր գործընկերը ինչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել։ Ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։ Իսկ դուք ունեք տպավորություն, որ Մոսկվայում մենակ ինչ-որ բանից դժգոհ են Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ այս արձագանքները դրա հետևանք են։ Մասնավորապես Հայաստանի վերջին կուրսը ոչ թե Ռուսաստանի ուղղությամբ։ Ինձ մեկ է։ Ինձ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության շահերը առաջ գնան եւ ինձ մենակ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության շահերը։ Թե դժգոհ են, դժգոհ չեն, լավ, ուրեմն պետք է քննարկենք, բայց ինչի եմ գնում այնտեղ։ Ես գնում եմ, որ այդ հարցերը քննարկեմ, բայց եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է խաղաղություն կառուցի, եթե Հայաստանի Հանրապետության զինվորները, տղաները պետք է չթան մահանան, անկեղծ ինձ մեկ է որևիցե այլ երկրի ինչ որ ներկայացուցի էմոցիան։ Ռազմավարական դաշնակցի վերաբերմունքը, էմոցիաները քաղաքականության մեջ որևիցե նշանակություն չունեն։ Կա շահ։ Շահերը ուրիշ է, եթե էմոցիայի մասին ենք խոսում, ուրիշ խոսակցություն է։ Շահերը գիտեք ինչ, ժամանակին էլ եմ ասել, եթե իրանց շահը որևիցե երկրի չլինի, դա Ռուսաստան, թող լինի մեր ամենաշատ սիրած Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունն։ Եթե իրանց շահերը բրդի, ասի, որ պետքա Հայաստանը մանրադրամ դարձնել, Հայաստանը դառնալու է մանրադրամ։ Ռուսաստանը այն առումով է առանձնացնում, որ տնտեսապես մենք շատ կապված ենք Ռուսաստանից։ Այդ առումով արդյոք նույնը կարելի է ասել Ֆրանսիայի կամ Անգլիայի հետ կապված։ Ռուսաստանը այլ հարաբերության մեջ է մեծ։ Եվ ոչ մեկ դա չի ժխտում, բայց երբ որ մեր վրա ճնշում է գնում, դրան դիմադրելը եւ ասելը հոп, դա մեր պարտականությունն է։ Ասել կանգնեք, որովհետև հա հասկանում ենք ձեր շահերը, բայց եկեք մեզ մի ոչնչացրեք, հա մենք ենք մեռնում, ձեզ մեր երեխեքն են մեռնում, այսինքն ինչ ասենք ռազմավարական, այդ ինչ տրամաբանություն է, ասենք դե ռազմավարական գործընկերն է, ուղարկենք եւս 3000 հոգի մարդ թող գնա զոհվի, հա, որտեղ ռազմավարական գործընկերը չկա, չէ, դժվար է, իրականում դժվար է այդ խոսակցությունը, իրականում դժվար է այդ բարձրաձայն ասելը, որովհետև այդ հսկա երկիրը իր հսկա հնարավորություններով, որը որ անսպառ հնարավորություններ ունի, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մեր հենց գործը այն է, որ մենք դա իրանց ասենք։ Ու ես իրանց ասել եմ այն ինչ որ վարչապետը երեքստեղ ասեց, որ մենք իրանց հետ չենք կռվելու։ Մեր միակ ուզած բանը նա է, որ մենք ունենք մեր շահերը, գիտեք այդ շահերը տենց մինիմալ են, հա, էգզիստենցիալ շահերի մասին է խոսքը գնում այսօրվա օրով, եւ այդ շահերը մենք ուղղակի տեղ չունենք զիջելու։ Սա է։ Չէ, երկարքում չնայած երեք Փաշինյանն ասում է կառավարման վերցնել
գազ, ԵԱՏՄ, դրանք քիչ են այս համարի։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք իրենց առաջարկ ենք անում։ Երեք վարչապետը նաև ասաց, որ այն ինչ որ Վաշինգտոնում ստորագրվել է, նաև իրենց դա առաջարկվել է։ Մենք իրենց առաջարկել ենք նաև, երեք վարչապետը ասում էր 1 կիլոմետր, 4 կիլոմետր։ Մենք դա իրենց առաջարկում ենք։ Նորից եմ ասում, մենք իրենց հետ կռվելու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն, ոչ նպատակ չունենք, չենք ունեցել, բայց մենք նպատակ եւ անհրաժեշտություն ունենք պաշտպանվելու Հայաստանի Հանրապետության, այն որ ասում եմ Հայաստանի Հանրապետության, նկատի ունեմ հենց անկախ հանրապետության, ոչ թե ինչ որ կազմում, ինչ որ հա դրոշով իր պարլամենտով, բայց ինչ որ ֆեդերատիվ, ինչ որ մի այլ դրա մեր նպատակը դա ու մենք դա միջև վերջ ատամներով պաշտպանելու ենք։ Նույնիսկ այդտենց մեծ հսկայի, եթե ինքը տենց որոշում ունի եւ ունենա։ Ինչն է տարօրինակ։ Ուղղակի ես գիտեք ինչն է խնդրեմ, որտեվ տենց միշտ սովոր ենք էլի երևի որ տենց եթե դե մեծ երկիր է բանա, պետքա բան ունենք։ Հա արեցինք տենց 30 տարի արեցինք։ Ղարաբաղում արեցին, Ղարաբաղի կառավարությունը դա արեց։ Ինձ ընդդերի ղեկավարը ասում էր դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղը այսօր ամենաապահով տեղն է 44 օրյա պատերազմից հետո։ Ասում էր ձեր մասին մտածեք։ Գրում էին «Սպասիբա Ռոսիա» եւ այլ եւ այլ։ Մտածում ենք Հայաստանի Հանրապետության մասին ենք մտածում ու շարունակելու ենք մտածել ու ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ է մտածելու Հայաստանի Հանրապետության անկախության մասին, տերականգնելու Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխանությանը, այն իրավունքին, որ ինքը ինձ կարա Facebook-ում ինչ ասես ասի ու դրա համար չպատժվի։ Ու այսօր այո իրոք ով ում մասին ինչ ուզում ասում է օրենքի շրջանակներում եւ չպատժվում։ Միջև այն պահը, երբ որ ինքը օրենք է խախտում։ Խոսքի ազատություն, լրագրողները, դուք լրագրող պետք է բոլոր լրագրողները գնաք քաղաքացիական պայմանագիր ընտրեք։ Ես ձեզ լուրջ եմ ասում։ Եթե ծուռը նստենք դուզը խոսենք, կներեք այս խոսակցականի համար։ Այն խոսքի ազատությունը, որը որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա, սա երազանք է։ Սա երազանք է, սա ձեր ազատությունն է, սա ձեր աշխատելու տեղն է, այս հասկանում եմ, միգուցե մեկին չեք սիրում, միգուցե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, բայց հավատացեք, ոչ առաջ, ոչ Աստված մի արածցե, եթե մենք վերադառնանք անցյալ, դուք այդ հնարավորությունները չեք ունենալու։ Բայց այդպես չէ, որ խոսքի ազատությունը Արի չվերացենք մեր քո հարցազրույցին, հա։ Ես վստահ եմ, որ ընտրությունների օրը դու եւ շատ ընդդիմադիր լրագրողներ գնալու են քաղաքացիական պայմանագիր ընտրել։ Ես վստահ եմ դրա մեջ։ Պարոն Սիմոնյան, Ֆրանս 24-ին տված հարցազրույցում իր համար եւ նշել է, որ ըստ էության մտադրված չէ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձնել, նաեւ խոսելով կառավարության պայմանագրի մասին նշել է, որ ստորագրի եւ Հայաստանում սահմանադրությունը փոխվի ձեր մեկնաբանությամբ։ Ես չեմ տեսել այդ խոսակցությունը, այդ հարցազրույցը եւ չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ հարցազրույցը առավել եւս այնց կարեւոր հարցազրույցը մի նախադասությամբ եւ մեջբերման պատրաստ չեմ մեկնաբանել եւ ես պետք է ասեմ ընդհանրական գնահատական տալով, որ այն գործընթացը ու այն աշխատանքը ու այն ոճը, որը որ մենք երկստեք Ադրբեջանի հետ այսօր իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից որ մենք չպետք է հրաժարվենք եւ տենց էլ անում ենք։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու։ Ինչպես ժամանակին, ասում եմ 200-ին հասնող մարդիկ կային եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել։ Այդ աշխատանքը չի դադարելու մինչեւ վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Սիմոնյան երեք Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով սփյուռքահայ իշխող գործիչների հայտարարություններին, որով նրանք ասում են, որ իշխող ուժը Նիկոլ Փաշինյանը չպետք է միջամտի եկեղեցու հետ գործելին, այս հայտարարությանը պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կզգան զգուշացումներ, հիմա հարց է առաջանում եւ նաեւ նայում եմ լրահոսը Facebook-յան տիրույթը տարբեր օգտատերեր ասում են ինչ է կանելու այդ բարերարների հետ Գունվար Ապեյան, Վաշե Մանուկյան, նրանցից է սպառում օրինակ այն ճակատագիրը ինչ Սամվել Կարապետյանն է։ Ես չգիտեմ ինչ
ինչ է նշանակում ասելիք նույն ճակատագիրը, ինչը որ Սամվել Կարապետյանն։ Իսկ ինչ ճակատագիր ունի Սամվել Կարապետյանը։ Եկեք մի հատ հուզվենք միասին բոլորով, իսկ ինչ ճակատագիր ունի։ Կա հարց։ Սամվել Կարապետյանը կամ իր նմանները, Սամվել Կարապետյանը Ռուսաստանում կարող էր ասել այն փոքրիկ խմբակը, որը որ ինչ որ գործողության հետ կապված եւ ասեր մենք մեր ձևով կմիջամտեինք, մտառը կմնար Սամվել Կարապետյանից։ Մտառը կմնար, կարող է դա էլ չմնար։ Ինքը դա գիտակցում է, չէ՞։ Չգիտեմ, ես դուք անուններ եք տալիս, ես այդ անունների հետ կապված չեմ ուզում կենտրոնանամ, բայց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի հետ կապված որ երկրից ուզում է լինի, ուզում է Ֆրանսիայից լինի, ուզում է Լիբանանից լինի, ուզում է ԱՄՆ-ից լինի, բնական է մենք դիմադրելու ենք եւ չենք թողնելու Հայաստանի Հանրապետություն նամեստնիկ բերեն կամ դրսից տղա բերեն, թող հանգիստ նստեն իրենց տեղները, հակառակ պարագայում պետությունը Հայաստանի Հանրապետությունը։ Ես հասկանում եմ, որ որոշները դա դեռ չեն գիտակցել, որտեվ ժամանակին այդ բարերարները փողեր են տվել, նվերներ են արել, տներ են կառուցել, պալատներ են նախագահական եւ ինչ-որ բան վերանորոգել եւ մտածել են, որ դե իրենց բանն էլի դուքյանն է, էլի։ Այդ ոնց կարա մենք այդտեղ փող ենք տալիս, այդ ոնց կարա այդտեղ ղեկավարը բան մեր ասածը չանի։ Հիմա 2018 թվականի ցեսկում չկա մեկը, որ կարա ասի ինձ, վարչապետին, մեր բարձրաստիճան որևիցե պաշտոնյային իրանց մի դրամ նվերավերսը կամ ինչ-որ իրենց բանապարտք։ Մենք նույնիսկ այդ դրամահավաքներն ենք վերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը անցկացնում էր, որպեսզի ցույց տան, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իր կարիքները ապահովել։ Դա որ ասում թող հանգիստ նստեն տեղները։ Չքթները չխոթեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, ինքնավարության դաշտ։ Հայաստանը տեր ունի, դա ժողովուրդն է։ Ժողովուրդը գնում է ընտրությունների ժամանակ որոշում է։ Թող գան ստեղ, ապրեն, իրանց երեխաներին ուղարկեն բանակ, ծառայեն, գան աշխատեն, հարկ վճարեն, խնդիրները տեսնեն, հետո նոր հավակնեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերում խառնվելուն։ Վիդիցիլի։ Այդ ովքեր են, էտում են բարեգործություն արել, ուզում եմ հասկանամ։ Էտում են բարեգործություն արել։ Նկարվել են, տենց տարել են, բան են բաժանել, նկարվել են, թե Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանի տունն են վերանորոգել կամ նվեր են արել։ Խառնում են։ Մենք մի ղեկավար ունենք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Այլ Պարոն Սիմոնյան, Վենսի այցից հետո ընդդիմությունը անընդհատ պնդում է, որ այդ միդիաթը Հայաստանում ոչ թե ներդրում է, այլ պարտքեր քաղաքացիների ուսերին։ Սխալ են ասում, սուտ են ասում։ Եթե հաշվի առնենք նաև, որ Երևան դիտարկում է, որ թարգմանությունը լավ չի եղել, կխնդրեմ դուք Ամերիկայի փոխնախագահ Վենսը դա մեկնաբանել է եւ որևիցե ցանկություն եւ ինձ իրավունք չեմ ուզում վերապահել ավելացնելու, բայց Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չկա ընդդիմություն։ Չկա գոյություն չունի ընդդիմություն։ Հիմա մեր միակ խնդիրը դա որ դուք խոսում եք տարբեր կուսակցություններից, տեսեք դուք ինձ մի քանի րոպե առաջ հարց եք տալիս։ Ում եք տեսնում հիմնական մրցակից։ Դուք չպետք է այդ հարցը տայիք։ Կապ չունի ես ինչ եմ պատասխանում։ Դուք չպետք է հարցը ակնհայտ պետք է լիներ, որ կա 1, 2, 3 ընդդիմադիր ուժ։ Նույն մարդիկ մի խմբից գնում են այնտեղ, հետո գնում են հավաքվում են միտեղ, теперь я Наташа դեմքի արտահայտությունով գալիս են ասում են, հիմա ես ինչ կուսակցությունից եմ։ Հիմա ես ինչ կուսակցությունից եմ։ Չկա անդիմություն։ Ու խնդրեմը կանում է նրան, որ չեն թողնում, որ ձևավորվի։ Չեն թողնում, որ ձևավորվի։ Մենք շեմը իջացրեցինք։ Ինչի համար այդ շեմը իջացրեցինք։ Մենք ենք չէ դա արել։ Դարձեցինք 4%, 6%։ Ինչ ասես անում են, որ ընդդիմություն ձևավորվի, բայց այտենց ինչ-որ բաներ փորձում են փագել, փորձում են բան անել, բայց վարչապետը ճիշտ ասեց երեք։ 2026 թվականի հունիսի 7-ին այդ մարդկանց էջը փակվելու է, չի լինելու էլ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան,
Իրանք վաղուց էին քաղաքական դինոզավր, բայց հիմա ժողովուրդը փակելու այդ օլիգարխները չեն լինելու։ Իսկապես չեն լինելու։ Ոչ թե ես տենց ինչ-որ հողորտում եմ, չեն լինելու, վերջանալու է։ Ոնց որ եկան մտան ազգային ժողով այն մտքով, որ ազգային ժողովի մանդատը անձեռնմխելությունը իրենց կպաշտպանի կաշառք տալու կամ ապօրինի հարստացման գործերով, բայց դա տենց չեղավ, չի լինելու, հասկանալու են, որ կարիք չկա։ Այդ դուրը շղկցնելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին։ Գիտեք ինչ վստահ եմ դրա մեջ, անասելի վստահ եմ։ Եթե սա չհասցեագրենք ընդդիմությանը այս ժողովրդի մտահոգությունները, խնդրեմ այդ կոնտեքստում պատասխանել։ Կներեք չհասկացա։ Եթե սա այս հարցը չձևակերպենք, որ Չկա տենց բան, չկա տենց բան, չկա տենց բան, չկա տենց բան, մենք բոլոր տնտեսական ծրագրերը, որոնց մասին որ խոսվել է, դա դրա բացատրությունը տրվել է, տալիս է մենք որևիցե ձևով, որևիցե մեկի վրա բացի մեզնից մենք բեռ չենք դնում եւ չենք պատրաստվում դնել։ Մեզ մեղադրում են, խոսում են արտաքին պարտքի մասին, դրա պատասխանը տրվել է։ Ուրախանում են, չէ՞ որ ամրացված շրջանները տենում են։ Անընդհատ դուք էլ ասում եք, չգիտեմ, պաշտպանողության եւ անվտանգության խնդիր կա։ Բա այդ ենք անում։ Մեր տնտեսությունը աճ է ապրում։ Մենք բոլոր ոլորտներում դրական ոչ միայն ազդակներ, այլ արդյունքներ ունենք։ Ուղղակի մեր խնդիրը այն է, որ ցավոք սրտի, այն թողու բոյի մեջ, այն խոսակցությունների մեջ որ տեղերում չենք կարողանում լավ ներկայացնենք, դա այո, մեր խնդիրն է, քաղաքացիական պայմանագրի եւ այսօրվա իշխանության խնդիրն է, որտեղ մենք ընկնում ենք այդ պատասխանելու հետևից եւ ինչ որ բաներ չեն կարողանում հասցնել, եւ երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ մեր անվտանգային խնդիրները այնքան շատ էին վերջի տարիների ընթացքում, մինչև 2025 թվականը, որ մենակ դրա վրա էինք հիմնականում կենտրոնացած։ Բայց ժողովուրդ, անընդհատ իրար շնորհավորեք, տեսեք փողոցում իրար շնորհավորեք։ Դուք հասկանում եք մենք ինչից ենք բարձր։ Հայաստանի Հանրապետությունը տասնամյակների, հարյուրամյակների համար իր գոյությունը ապահովել է։ Շնորհավորեք իրար, լուրջ եմ ասում, սա պաթոսային ինչ որ մեծ խոսքեր չի, բրծավ, պատերազմը ավարտվել է։ Էլ երեխեքը չեն զոհվելու։ Երեք նայում եմ, տեսնեմ, բանա ունչա, ճակերտավոր խաղաղության տարիներին ամեն տարի տասնյակով մարդ երեխա է զոհվել։ Նկատի չունեմ բանակում տարբեր քրեական ենթամշակույթների պրոբլեմների պատճառով։ Հակառակորդի կրակոցից տասնյակներով 100 քանի մարդ է ընդամենը մի 10 տարվա ընթացքում, հենց տարին 15-20 հոգ երեխա մեռնելը միջին նորմա է եղել։ Ժողովուրդ ավարտվել է, չի մեռնելու էլ մեր երեխան։ Հանգիստ մարդիկ չեն փախնելու Հայաստանից, որ իրենց երեխան բանակ չգնա։ Չեն տանելու կաշառք տան, որ իրենց երեխան բանակ չգնա։ Որտեվ կրակեն մեռնի։ Բրծել է։ Շնորհակալություն։